Ողջույն ձեզ սիրելի ընկերներ, իմ այսօրվա այս լայվը ուղղված է մեր բոլորի սիրելի ուրեմն ԱԱԾ-ում աշխատող մեր սիրելի քույրերին ու եղբայրներին։ Ես ուրեմն խոսքս այսօր ուղղել ուղղակիորեն նրանց, հույսով եմ, որ լսողներ կլինեն, վստահ եմ, որ հետևողներ կան մեր էջերին եւ լսում են մեզ, եւ հույսով եմ, որ այս խոսքը տեղ կհասնի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, որ այս պահին աշխատում եք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություններում։ Որքան գիտեմ, դուք երթում եք տվել պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայոց պետականության անվտանգությունը։ Երթում եք տվել ձեր կյանքի գնով պայքարել բոլոր այն երևույթների դեմ, որոնք ինչ որ կերպով վտանգելու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը։ Պայքարելու եք բոլոր այն երևույթների դեմ, որոնց շնորհիվ խախտվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը։ Այսօր առավոտյան, ուրեմն այսօր Նիկոլ Փաշինյանը կարևոր մի զրույց ունեցավ, ճեպազրույցի ժամանակ կարևոր հայտարարություն կատարեց։ Հույսով եմ, որ դուք լսել եք այդ հայտարարությունը եւ տեղյակ եք, թե նա ինչ է ասել ձեր հասցեին եւ ինչպես է հեղինակազրկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Շատ հստակ կերպով մաքուր հայերենով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը անվտանգության ծառայության աշխատակիցներին ուղարկում է եկեղեցուց եկեղեցի, վանքից վանք, որպեսզի վստահանան իր այցելության ժամանակ մատուցվող պատարակների ընթացքում չի հնչելու Գարեգին Վեհապարի անունը։ Ես հիմա ուզում եմ ձեզ հարց տալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, մեր քույրեր ու եղբայրներ։ Պատարակի ժամանակ Վեհապար Հայրապետի Գարեգին II Վեհապար Հայրապետի անունը հնչելով ինչ ազգային անվտանգություն է խախտվում։ 30 տարուց ավել է, որ պատարակի ընթացքում հնչում է Վեհապար Հայրապետի անունը։ Ու փառք Աստծո, Հայաստանի Հանրապետության պետությունը մինչև այս պահը անսասան է մնացել։ Հենց վերջին 1-2-3 շաբաթվա ընթացքում, որ այս խնդիրները առաջացել են, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող եկեղեցիների շուրջ 99.99%-ում մատուցվել է պատարակներ, որոնց ընթացքում հնչել է Գարեգին Վեհապար Հայրապետի անունը։ Ու ոչինչ տեղի չի ունեցել։ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու անվտանգությունը չի խաթարվել։ Հայաստանի Հանրապետության սահմանները դրա պատճառով չեն վտանգվել։ Հայաստանի Հանրապետության պետության հիմքերը դրա պատճառով չեն սասանել։ Իսկ դուք ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի հրահանգով լծված եք եկել այդ գործի։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը ձեզ ուղարկում է այդ նպատակով, դա պարզապես մեկ նպատակի է տապնդում։ Նա փորձում է դրանով վերացնել իր գիշերային կոշմարներից զգացող վտանգ, այսինքն դուք այս պահին դարձել եք միջոց, որը վերացնում է, ասենք, Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների կամ կոշմարների սարսափը, որը պատում է իրեն առավոտյան քնից արտանալիս։ Դուք լծված պետք է լինեք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության։ Մեկ այլ երևույթի ականատես եղանք այսօր նաև, դա Արշակ Սրբազանի կալանավորումն էր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների միջոցով։ Հավանաբար տեղյակ եք, թե ինչ մեղադրանքով է նա կալանավորել։ 2018 թվականին ուրեմն Վեհարան ներխուժած մի քանի ակտիվիստների, այսպես մի ակտիվիստի գրպան, իբր թե այսպես կոչված պլան գծելու մեղադրանքով։ Հարգելի աշխատակիցներ, որ կալանավան մեղադրանքով կալանավորել եք Արշակ Սրբազանին։ Ես մի հարց ունեմ ձեզ տալու։ Ենթադրենք, Արշակ Սրբազան նման գործ արարքել արած են, բայց դուք մի պահ ինքներդ ձեզ հարց տվել եք, այդ ակտիվիստները ինչպես էին հայտնվել Վեհարանի մեջ։ Արդյոք դուրը բացել էին իրենց համար, այդպես ասած չի հրավիրել, նրանց եկել են, հետո պլան են այսպես կոչած գրպանները։ Թե նրանք խախտելով սեփականության իրավունքը, առանց իրավունքի մտել էին եւ գրավել էին Վեհարանը։ Բոլորս հիշում ենք 2018 թվականի այդ օրվա իրադարձությունները, թե ինչպես են այդ մարդերը խոլիգանությամբ դիմելով մտել Վեհարան, գրավել են Վեհարանը, դուրս չէին գնում։ Իսկ ձեզանից մեկ իրեն հարց տվեց, թե այդ մարդիկ ինչպես էին այդտեղ հայտնվել, ինչու նրանցից մեկի դեմ քրական գործ հարուցվեց խոլիգանության պատճառով։ Ու հիմա նույն մարդկանցից մեկը եկել իբր թե ասած ցուցմունք է տվել, որ իր գրպանը պլան են գցել։ Եթե այսօր
Հայաստանի Հանրապետության մեջ գործող, ասենք այդ շարժումներից որից է մեկը, ասենք ազգային սրբազան շարժման ակտիվիստներից մի քանիսը փորձեն մտնել ինչ-որ կառույց, ինչ-որ շենք նման կերպով, այդտեղ գրավման տակ պահեն։ Դուք ինչպես կվերաբերվեք նրանց հետ։ Իսկ նրանք ինչու չհայտնվեցին անազատության մեջ, որ մեկ էլ իմով հավակնում են իրենց գրպանը պլան գցելու, այդպես ասած հավակնություններ են կատարում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության իմ շատ հարգելի քույրեր ու եղբայրներ։ Այս պահին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը խախտվում է միայն մեկ մարդու ազատության մեջ լինելու պատճառով, եւ դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ասեմ ինչու։ Քանի որ նա հեղինակազրկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կառույցը։ Իսկ դա մի երկրում հեղինակազրկվում, վարկաբեկվում է եւ նման մակարդակի է իջնում, Թաշկինակի մակարդակի է իջնում այդ երկրի ազգային անվտանգության ծառայության կառույցը, լրջորեն խախտված պիտի համարել այդ երկրի ազգային անվտանգությունը։ Ու պետք է լուրջ վերաբերվել, շատ խիստ վերաբերվել այն մարդու նկատմամբ, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը վերածում է նման մակարդակի կամ իջեցնում է նման մակարդակի, հեղինակազրկելով նրան։ Հետևաբար, եթե այսօր կա մի քայլ, որին դուք պետք է գնաք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը վերականգնելու համար, որպես մարդիկ, ովքեր երթում եք տվել այդ աշխատանքի համար, դա վայրկյան առաջ մտնել ազգային կառավարության շենք եւ կալանավորել մարդուն, ով խախտել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը եւ այս պահին իր քայլերի պատճառով, իր վախերի պատճառով լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության, ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության համար։ Սերի քույրեր, եղբայրներ, ես հույսով եմ, որ դուք հավատարիմ կմնաք ձեր երդմանը ու թույլ չեք տա, որ ձեզ վերածեն ձերքի թաշկինակի, որի միջոցով մարդիկ իրենց ինչպես է փորձում են իրենց կեղտերը մաքրել կամ ինչը մաքրել։ Դուք շատ ավելի բարձր եք դրանից, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր բարձրակի վրա եւ պիտի շարունակի մնալ իր բարձրակի վրա եւ հաստատ գիտեմ դուք դա թույլ չեք տալի։ Հույսով եմ, որ իմ խոսքը տեղ կհասնի ու լսողներ կլինեն։ Շնորհակալ եմ։